Տարիներ առաջ դերասանուհի Նաստյա Գոլովկոն հայկական շոու բիզնեսի ամենաքննարկված ու ամենաակտիվ մեդիա դեմքերից մեկն էր։ Հայկական հեռուստասերիալներում բազմաթիվ գլխավոր ու քննարկված դերեր։ Այս ամենը Նաստյան 2023 թվականին թողեց անցյալում։ Նաստյան հեռացավ հայրենիքից, հետո արդեն ինստագրամյան հարթակում անսպասելիորեն մեկ օր հայտնեց, որ ամուսնացել է։ Վերջին ամիսների ընթացքում դերասանուհին պասիվ էր նաև ինստագրամյան հարթակում, որտեղ իր ակտիվությունը կրկին վերականգնել է, արդեն հայտնելով ավելի լավ ու դրական լուր։ Նա հրապարակել է հուզիչ տեսանյութ ամուսնու մասնակցությամբ ու հայտնել, որ նրանք շուտով ծնողներ կդառնան։ Star News-ը շնորհավորում է զույգին և առաջարկում ձեզ դիտել բացառիկ ու հուզիչ տեսանյութը։ Մեզ մնում է հավելել նաև, որ Նաստյան և նրա ամուսինը հեքիաթային հարսանեկան ֆոտոշարք ու օր էին ունեցել։ Այդ կադրերը ևս Star News-ը առանձնացրել է հատուկ ձեզ համար։
նշենք, որ Նաստյա Գոլովկոյի աստղային ժամը 2019 թվականին եկավ, երբ նա սկսեց նկարահանվել պատվից առավել նոր հեռուստասերիալում որպես գլխավոր հերոսուհի։ Դերասանուհու հետ տարբեր լրատվամիջոցներ զրուցել էին ինչպես կերպարի, այնպես էլ նախկին սիրելիի դերասան Գևորգ Գրիգորյանի հետ նույն նկարահանման հրապարակում աշխատելու մասին։ Star News-ը առանձնացրել է նաև այդ հարցազրույցներից որոշ մանրամասներ։ Նախկինում էլ առիթ ունեցել եմ նկարահանվելու այս հիանալի անձնակազմի հետ՝ Գուրգեն Սարգսյան, Եղեշե Սողոմոնյան եւ ուրիշներ։ Իհարկե, Ելենա Արշակյանի գլխավորությամբ։ Կարող եմ վստահեցնել, որ նկարահանումները շատ հետաքրքիր եւ արդյունավետ են անցնում։ Իմ կերպարի անունը Տաթև է։ Տաթևը բնավորության որոշ գծերով նման է ինձ։ Նա նույնպես մարդկանց միշտ լավն է կամենում, նույնպես պայքարում է անարդարության դեմ, սակայն բոլորս էլ գիտենք, որ այն կյանքում հեշտ չի տրվում։ Նա խոսել էր նաև կերպարի ունեցած ներքին սուր կոնֆլիկտի մասին։ Մի կողմից սիրելի տղամարդ, մյուս կողմից ընտանիք, որին երբեմն նա տեղի է տալիս։ Բավական շատ բաներ ինքս չէի անի, սակայն պետք է խոստովանեմ, որ Տաթևի կերպարից էլ երբեմն շատ բաներ ինքս սովորում եմ։ Գաղտնիք չէ, որ տարիներ առաջ Նաստասյան սիրավեպ է ունեցել Գևորգ Գրիգորյանի հետ, ում հետ տարիներ անց նկարահանվում էր պատվից առավել հեռուստասերիալում։ Անդրադառնալով խաղընկերոջ հետ հարաբերություններին, նաև նրա հետ ունեցած համբույրի տեսարաններին, դերասանուհին նշել էր. «Անձնականն ու աշխատանքն ինձ համար տարբեր բևեռներ են։ Գևորգը իմ խաղընկերն է եւ լավ ընկեր է։ Պետք չի անձնական որևէ բան փնտրել իմ եւ նրա հարաբերություններում, որովհետեւ այն ուղղակի չկա։ Համբույրի տեսարանների մասին խոսելն ավելորդ եմ համարում, քանի որ այնտեղ ամեն ինչ չափի եւ կոռեկտության սահմաններում է, իսկ նկարահանող խումբն էլ իր հերթին գիտի ինչպես այն մատուցել, որպեսզի գեղեցիկ լինի»։ Նկարահանումների ընթացքում դերասանուհին հասցնում է ժամանակ տրամադրել նաև անձնական կյանքին, ուսմանը, սիրելի մարդկանց եւ գրքեր կարդալուն։ Այս մասին խոսելով Նաստյան նշել էր հետևյալը. «Իմ աշխատանքին իմ անձնական կյանքը չի խանգարում ու նույնիսկ հակառակը, միշտ օգնություն եմ ստանում, երբ հարկ է լինում, եւ եթե խոսեմ ամենակարևորի մասին, դա իհարկե իմ հեռուստադիտողն է, ում ես անչափ շնորհակալ եմ»։ Արձագանքները շատ բուռն են, ինչը նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում դեռ տարիներ առաջ անկեղծորեն պատմել էր ու նշել Նաստյա Գոլովկոն, իսկ մենք այս հոլովակի համար առանձնացրել էինք այսքանը։